Ուզում եմ անդրադառնամ Մերձավանում տեղի ունեցած այդ խայտառակ իրադարձությանը։ Գիտեք, այլ հարցա, որ անչափահաս երեխաները, ծնողները եւ ուսուցչական կոլեկտիվը դարձան էժանագին էպոտաժի զոհեր, որը վստահաբար հրահրված էր ինչ հաշվարկներից ելնելով։ Իմ տատիկը եղել է ուսուցչուհի, իմ մայրը եղել է ուսուցչուհի։ Եվ եթե իմ մայրը կամ տատիկը լիներ այդ ուսուցչուհու փոխարեն, ես այդ երեխայի ծնողներին պարզապես կբարոյա լքեի։ Ինպես մտածում են տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ։ Ես ինքս ունեմ 2 որդի, մեծ տղաս 3-րդ դասարանի աշակերտ է։ Երբ ես տեսնում եմ նրա վերաբերմունքը, հարգանքը, սերը, վստահությունը իր ուսուցչուհու նկատմամբ, այ հենց դա է ցուցիչը իմ համար որպես ծնող, որ իմ երեխան դեռևս ճիշտ դաստիարակության ուղու վրա է։ Ամենացավալին այն է, որ այս ամեն ինչով դուք արատավորում եք ուսուցչի ինստիտուտը։ Սա ոչ այլ ինչ է, քան արժեհամակարգի դեգրադացիա։ Հələ մի րոպե, սոս մնացեց։ Եթե ինքը ստող դասատու չլներ։ Եվ դուք լուրջ մտածում եք, որ նման դրսևորումներ ունեցող երեխաների համար վաղը դուք ինչ-որ արժեք եք ներկայացնելու որպես ծնող։ Իհարկե ոչ, շատ հետաքրքիր եւ շատ պիտանելի լոզունգ է դրվել շրջանառության մեջ, կրթվելը նորաձև է։ Բայց եթե 1 կամ 2 տասնամյակ առաջ այդ լոզունգը ներդրվեր մեր հասարակության մեջ, միգուցե կամ վստահաբար մենք չենք ունենա այնպիսի ծնողներ, ովքեր պարզապես կուրախանային իրենց երեխաների անդաստիրակ պահվածքից։ Ամենայն հարգանքով վերանայեք ձեր պահվածքը։ Շնորհակալություն։ Ես ոչ մի բան չեմ արել, լավ իմանալով, որ ասեցի մարտին ինձ դավադրաբար ազատեցին աշխատանքից առանց որևիցե, որ ես 5 ժամ աշխատել էի, կանչել էի։ Դա լսեցինք Տիկին Դավթյան, առանձնազրույցը տնօրենի հետ ինչ տվեց, ինչի շուրջ էր զրույցը։ Վերջացնեմ, ու լավ իմանալով, որ ես հարվածի թիրախ եմ, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Անկեղծ եմ ասում, ես փորձել եմ շփվել, փորձել եմ հարթել իրավիճակը, ոչ մի վատ բան չեմ արել, դաս եմ արել, գրություն եմ գրել Մարսպետի անունով, մեր կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյան, ես գիտեմ, որ տեղյակ է, գրել եմ, որ խնդրեմ, թող կրթության Հայաստանի Հանրապետության կրթական տեսչությունը իմ դասերը դասալսի։ Եթե ես այդ աշճանի, այս սցենարը կազմակերպելուց ես էլի կարող եմ պաշտպանվել, ապացուցել, որ դուք ստում եք, սարքվում է իմ դեմ, այո, պատվիրվում է իմ դեմ։ Ինչ էի ուզում ասել, իսկ որ կրթական տեսչությունով գային ապացուցեին, որ Ռոզան դաշտ, ընկեր Դավթյանը դաշտ չի անում, ուրիշ կլիներ, գիտեք ինչու չեն բերել կրթական տեսչություն, լավ իմանալով, որ իմ դասերը բարձր մակարդակի դասեր են։ Ես էլի եմ կրկնում, լավագույն ուսուցիչ 2011 թվականին ճանաչվել եմ, 2 հոդված եմ հրատարակել օժանդակնյութ պատմությունից, մեկը մեթոդիկա, 2 անգամ տարակարգ եմ ստացել, ամեն տարի, որ փորձում եմ մասնակցել կամավոր ատեստավորմանը, այս տարի սեպտեմբերին եմ ուզում, ոնց որ ջարդվեն, նպատակները, երազանքները չթողնեն։ Մարտ ամսին ես ուզում էի դպրոցի համար շահել էլեկտրոնային գրատախտակ, ես դա ասել եմ սմարթ գրատախտակ, հեռացրեցին, վերականգնեցին, հիմա էլ խաղում են իմ հեղինակության հետ, շատ դժվար բան է։ Ինչպես պիտի շահեիք։ Մրցույթին մասնակցելով։ Ես հայտ ես ներկայացնում, խոսել էի Վիզուալ Հայաստան ծրագրի այդ իրականացնողների հետ, գրանցվում ես, մասնակցում ես մրցույթին, շահում ես, բայց դիմում չեմ ներկայացրել այդ մարտ ամսից հետո, ես ուղղակի ասեցի ինձ ազատել են, հետո վերականգնվել եմ, ես էլ չուզեցի ոնց որ երազանք ջարդել, ես ամեն դեպքում այն ուսուցիչն եմ եղել, կրկնում եմ, ես 30 տարուց ավել ստաժ ունեմ, ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում, ես ուղղակի զարմանում եմ, ումն ասա ձեռնտու։ Տիկին Դավթյան, այս մթնոլորտում, երբ աշակերտները ըստ էության ձեզ, այսպես կներեք ավարտեմ, աշակերտները ձեզ չեն ընդունում, ծնողները տեսնել չեն ուզում, տնօրինությունը, ձեր կոլեկտիվը ձեզնից ուղղակի ծայր աստիճան հիասթափված է, որովհետև ասում են դուք խաթարում եք անգամ իրենց դասերը, իրենց էլ թույլ չեք տալիս, որ ճիշտ աշխատանք։ Հիմա այս մթնոլորտում ինչն է ձեզ պահում հենց այս դպրոցի պատերից ներս։ Գուցե դուք փորձեք այլ դպրոց աշխատանքի տեղավորվել, եթե փայլուն մասնագետ եք, տաշած քարը գետնին չի մնա։ Եթե դու ասեմ, եթե հիմա այս դպրոցը քեզ հեղինակազրկում է, որ դպրոց էլ գնաս,
հետևից այդ հեղինական զրկված գալու է։ Հիմա ենթադրենք ես գնում եմ օրինակ եմ բերում։ Ենթադրենք Մտածում եք ձեզ էլ ոչ միտեղ գործի չեն ընդունում։ Ոչ թե չեն ընդունի, կընդունեն, բայց կարող է այնտեղ նորից ավելի վատ, վայ դու այնտեղ ես սենց, այսինքն ուսուցիչը շատ անպաշտպան խավ է, բամբասանք, չարախոսություն, տաք քանդեր, ինչա նշանակում երեխային սովորեցնել քննադատել իր ուսուցչին, ախր ծնող, որ դու կանգնել ժպտում էիր, եկուց այդ երեխան որ մեծանա, քեզ էլ բեթարն է անելու, անկեղծ եմ ասում, ես հիմա այնքան հուզված եմ, որ այսպես եմ խոսում, անկեղծ եմ ասում։ Կներեք, սա կրթօջախ է եւ ըստ էության հերոսը օրվա դուք եք։ Բայց ես չեմ ոնց կարայի ասեի դաշ չանել։ Ուրեմն կազմակերպել են երեխաներին դուրս գալ, բղավել, դա կազմակերպվել էր վերևից։ Ես չգիտեմ ովքեր, բայց վերևներն են կազմակերպում։ Եթե ես դա արած լինեի, նույն պահին երեխան եթե ինձ չի լսում, երեխա ես չէի կարող։ Էլ եմ ասում, ես հարվածի թիրախ եմ զգացել, որ ես դա հարված, ես ոչ մի բան չեմ անում։ Մի ձեռքը ծապ կտար, մի ձեռքը կարա ծապտա, չի կարա, ուրեմն ես ոչինչ չեմ արել։ Ես մի անկյունում կծկվում նստում եմ, էլի դիտմամբ քաշում են խոսակցությունների մեջ, որ չգիտեմ ինչ անեն։ Անկեղծ եմ ասում, կազմակերպվում է իմ դեմ, ումն է դա ձեռնտու չգիտեմ, ես հիվանդություն չունեմ, ամբողջ կյանքս ես 6 ամիսը մեկ դիմում եմ բժիշկների, այսօր հարցով, ինձ որ բժիշկը ճանաչում է, ասում է քո մատը որ փուշ է մտնում, դու այն հիվանդն ես, որ վազում ես բժշկի, նրանք ինձ, չգիտեմ ինչ սուտ գրություններ, բաներ, կազմվել է իմ դեմ, տարիներ առաջ Ուզում են ձեզ ներկայացնել որպես հոգեկան ոչ adekvat ուսուցչի։ Բայց դուք այսքան ժամանակ որևիցե մի վատ բան տեսաք այստեղ։ Ես կասեի ծնողների վարքագծի մեջ էր ավելի շատ։ Երեխաներն էլ Տիկին Դավթյան մի ձեռքը ծապ չի տա, մի ծաղկով գարուն չի գա, նույն, այսինքն ձեզ հասկացանք, ամբողջությամբ ինչ եք ասում, հիմա փորձենք լսել տնօրենին։ Խավության նոխազը։ Ինձ դարձնում են կոլեկտիվի խավության։ Մի հոգին ես էլ եմ ասում։ Ձեր մոտ դասի ժամ է։ Աշակերտները ձեզ են սպասում։ Ես անկեղծ եմ ասում, էլի անկեղծ եմ ասում, ես խաբել չունեմ։ 7-ի դասարանում նստել եմ, որ 3-րդ ժամ իմ գրավորը անցկացնեմ թեմատիկ գրավորը, եկել են դուրս եկեք, դուրս են գալի, այսինքն պատվիրել են, չէ, վերևից դուրս գալ այդպես անել։ Հիմա պատվիրել են։ Հիմա ինչի դասասանյակ չեք։ Հիմա ես հիշեմ, արդեն չեմ հիշում որ դասը, այնքան սենց հուզախառն վիճ, ում էս վիճակի մեջ գնային։ Դուք որ, հա, հիմա գալիս եմ։ Ու ինչ եմ ուզում ասել, գիտեք ինչ, այնքան դժվար է, ես հիմա գնամ, ես այնքան դժվար է, հիմա կկազմակերպեմ, որ երեխան վատ բան անի, ես ինչ եմ ուզում ասեմ, դա էլ են անում, այնքան դժվար է մեն-մենակ կանգնել անարդարության դեմ, շատ դժվար է, մեկը մեկին պաշտպանում է, անկեղծ եմ ասում, ես չէ, իմ հաղթանակը, որ ես մենակ եմ, իմ արդարության մեջ է, ճշմարտության մեջ է։